Սիրելի հեռուստադիտողներ, ողջունում եմ ձեզ, ես քաղաքագետ Գևորգ Մելիքյանն եմ, սա իմ հեղինակային վերլուծական հաղորդաշարն է Եվրամեդիա 24-ի եթերում։ Մենք այսօր տեսակապով կապ ենք հաստատել մեր լավ բարեկամ գործընկեր Տիգրան Ավագյանի հետ։ Տիգրանը Ուկրաինայի ներքին գործերի նախկին փոխնախարար է, ինչպես նաև անվտանգության հարցերով փորձագետ եւ վերլուծաբան է աշխատում մի շարք կարևոր միջազգային կորպորացիաներում։ Այսօր մենք նրա հետ կզրուցենք տարբեր հարցերի շուրջ, մասնավորապես կանդրադառնանք Հայաստանի որոշակի հարցերին, փորձենք տեսնել, թե ինչպես պետք է ուժեղացնել Հայաստանը, որն է Հայաստանի սփյուռքի դերակատարությունը եւ ինչպես նաեւ ներքաղաքական զարգացումները։ Եթե ժամանակ եղավ կանդրադառնանք նաեւ ռուս-ուկրաինական կոնֆլիկտին։ Թերևս կլինի ժամանակ, որովհետեւ կարծում եմ, որ մենք Տիգրանի բացառիկ փորձառությունը պետք է օգտագործենք նաեւ այդ հարցին պատասխանելու համար։ Տիգրան, ողջունում եմ ձեզ։ Բարև ձեզ, հարգելի Գևորգ։ Ուրախ եմ ձեզ տեսնել, մենք առաջին անգամ ենք տեսակապով միշտ կյանքում շատ ենք շփվել, շատ առիթներ ենք ունեցել անձնապես շփվելու, այս անգամ արդեն մենք այս ձևաչափով ենք եւ ուրախ եմ, որ ստացվում է եւ մենք կունենանք բարբերաբար էլի միացումներ ձեզ հետ, քանի որ դուք դեռևս Հայաստանից դուրս եք։ Սկսենք նրանից, որ մայիսի 9-ին պետք է լինի Նիկոլ Փաշինյանի այցելությունը Մոսկվա, եւ դա շատ հակասական տրամադրություններ եւ քննադատություն է առաջացրել նա անգամ Հայաստանի ներսում եւ այսօր օրինակ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ասաց, որ նորմալ է, որ Փաշինյանը մեկնում է Մոսկվա, քանի որ Հայաստանը 300,000 մարդ է կորցրել ֆաշիզմի դեմ պայքարում, այսինքն դրանով ինքը փորձեց բացատրել գնալու նպատակը եւ մոտիվացիան։ Հիմա բայց փորձենք հասկանալ, եթե Եվրամիությունը շատ խիստ է դիտարկում այդ այցելությունները, եթե Եվրամիությունը թշնամի է անգամ համարում Ռուսաստանին, ինչպես է ստացվում, ինչպես կարող է մի երկիրը համ փորձել խոսել եվրոպական ինտեգրացիայի մասին, համ լինել Մոսկվայում, ի վերջո ընտրության խնդիր պետք է լինի, թե կարելի է այսպես մանևրել, դուք ինչպես եք տեսնում դրսից։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ուզում եմ նշեմ հետևյալը. ամեն ինչ ինչ-որ կատարվում է Եվրոպայում, իսկ Հայաստանը Եվրամիության քաղաքականության տեսակետից գտնվում է արևելյան Եվրոպայում, այդպիսի գեոպոլիտիկ դաշտում, արդյունքն է Եվրամիության թուլության, ինչ նկատի ունեմ։ Կա որոշում Եվրամիության դիվանագիտության ղեկավարի, որը արտահայտվեց, որ Եվրամիությունը դեմ է մասնակցելու եւ որ Եվրամիության անդամները եւ այն երկրները, որոնք ուզում են միանան Եվրամիության, Եվրամիությունը դեմ է, որ ղեկավարները պետությունների գնան Մոսկվա։ Բայց նույն ժամանակ մենք տենում ենք, որ Հունգարիայի եւ Սլովակիայի ղեկավարները մտադրված են գնալու Մոսկվա եւ մասնակցել մայիսի 9-ի միջոցառումների։ Դա խոսում է Եվրամիության թուլության մասին։ Նույնը այդ պատերազմը, որը հիմա արվում է Ուկրաինայի դեմ, այդ թուլության անհամաձայնության արդյունքն է։ Մենք պիտի հետևենք այն արձագանքներին, որոնք մենք կնկատենք ամսի 10-ին, ինչ որ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի այցելության Մոսկվա։ Այսօր ոչ մի ամերիկյան օֆիցիալ մարմինները բարձա չեն արտահայտվել կամ անալիտիկ մարմինները Հայաստանի վարչապետի այցելության վերաբերյալ։ Նույն ձևով այդպիսի արձագանք չկա Ուկրաինայի կողմից։ Մենք ունենք Հայաստանի բնակչության մտահոգությունները եւ մենք ունենք Եվրամիության դիվանագիտության ծառայության ղեկավարի արտահայտությունը, որ պետք չի գնալ Մոսկվա։ Ուրեմն Եվրամիության արձագանքը ինձ թվում է պիտի ցույց տա իրանց որոշումը։ Չէ, Տիգրան, բայց ես ոչ թե Եվրամիության արձագանքի մասին, այլ այն մասին, որ
ի վերջո այս մարդը Ռուսաստանի հետ է, թե Եվրոպայի հետ է ուզում լինել։ Եվրամիությունը ինքը կարող է ընդհանրապես Հայաստանին տենց ասել, որ ուշադիր են, եւ այլն, բայց իրանց համար մեծ առումով այս պահին գոնե Հայաստանի կարևորությունը այնքան չի, որ իրենք նստեն եւ մանավանդ Հայաստանը անդամակցության հարց չի էլ ներկայացել, այսինքն նա չի դիմել Եվրամիության անդամակցության հարցով։ Ես ուղղակի հասկանալի վերջո այդ ընկալումը իրեն ընկալում են որպես արևմտամետ եվրոպական ճանապարհով գնացող, թե իրեն ընկալում են որպես Ռուսաստանի քաղաքականությունը շարունակող մեկի։ Ճիշտ ասած, Եվրամիության եւ Արևմուտքի հետ միանալու համար անհրաժեշտ են ճշգրիտ շատ շիտակ կայլեր։ Ես ինչ նկատի ունեմ։ Հայաստանը պիտի սահմանապակի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ դա պիտի լինի իրավաբանական որոշումների դաշտում եւ միջազգային պայմանագրերի դաշտում։ Եվ այդ կարծիքը շատ անգամ արտահայտվում է Եվրոպայի քաղաքական գործիչների եւ Ամերիկայի կողմից։ Այսօր մենք չենք տենում այդպիսի քայլեր, որոնք ցույց են տալի, որ Հայաստանը ամբողջ իր ղեկավարությամբ, էլիտայով, որոշմամբ գնում է դեպի արևմուտք։ Դրա համար դա մենակ ոչ թե խոսքերը, այլ որոշումները։ Այդպիսի որոշումներ այսօր չկան։ Հայաստանը մնում է ODKB-ի անդամ եւ Հայաստանը մնում է SNG-ի անդամ։ Դրա համար խոսալ այսօր ինտեգրացիայի մասին այս վիճակում շատ բարդ է, հաշվի առնելով, որ ինչ որ նկատվում է առայսօր դա Հայաստանի ակտիվ կոմունիկացիա Թուրքիայի, Ադրբեջանի հետ եւ Ռուսաստանի հետ։ Մենք չենք նկատում Եվրամիության հիմնական երկրների մուտքը Հայաստան առայսօր, ոչ Ֆրանսիայի, ոչ Գերմանիայի, հիմնական կոնտինենտալ Եվրոպայի պետությունների։ Այն ինչ որ ես ուզում եմ ասել դրա վերաբերյալ։ Դրա համար Եվրամիությունում եւ Արևմուտքում չկա այդպիսի կարծիք, որ Հայաստանը ճշգրիտ գնում է դեպի արևմուտք, հաշվի առնելով, որ չկան իրավական որոշումներ չեն նկատվում։ Լավ, Տիգրան, եկեք փորձենք հասկանալ Հայաստանի ուժեղացման այդ դեպքում ինչ ճանապարհներ եք տեսնում։ Ես պատահական չի, որ ընտրել եմ այս սիմվոլը, քանի որ ես այստեղ տեսնում եմ եւ պայքարի, եւ անցյալի, եւ ապագայի հետ կապված խնդիրների այդ միասնության, միասնական լուծման, այսինքն դա վերաբերում է եւ ցեղասպանության խնդրին, դա վերաբերում է Արցախի կորստին, դա վերաբերում է մեր պատմական տրավմաներին, դա վերաբերում է մեր այսօրվա անորոշություններին։ Ինչ պետք է անի Հայաստանը ձեզ, որպեսզի ինքը կարողանա դուրս գալ այս փակուղիներից, որոնցում հայտնվելու մեղավորներից մեկը նաեւ հենց ինքն է։ Տարբեր, այստեղ առանց անձնավորելու իշխանությունները եւ այլն, բայց հասկանալի է, որ ինքը չի կարողացել ճիշտ լուծումներ բերել եւ հայտնվել է այնտեղ, որտեղ կա։ Թեև մի կողմից է պիտի ասենք, որ շատերը համարում են, որ Հայաստանը շատ ամեն ինչ ճիշտ է անում, ֆանտաստիկ լավ է, ամեն ինչ ճանապարհները կառուցվում են, մանկապարտեզներ են կառուցվում, որ հրաշք իշխանություններ ունենք, բայց մենք հասկանում ենք, որ այդ ամեն ինչը ավելի շատ պոպուլիզմ է։ Ինչպես դուրս գանք այս ամեն ինչից։ Դե դուրս գալու այսօրվա իրավիճակից հաշվի առնելով, որ Հայաստանը փոքր երկիր է, Հայաստանը պիտի հետաքրքրություն ներկայացնի այն դաշնակիցներին, որոնք ապահովեն երաշխիք կլինեն Հայաստանի անվտանգությանը, օրինակ, որպես Ամերիկայի Միացյալ Նահանգները երաշխիք են Իսրայելի անվտանգությանը։ Եվ պիտի հասկանանք, որ երկրները այդպիսի երաշխիք կարան լինեն։ Կարա Ռուսաստանը լինի այդպիսի երաշխիք։ Իհարկե ոչ, դրա համար, որ հենց Ռուսաստանն է կազմակերպել Թուրքիայի, Ադրբեջանի եւ մի շարք այլ երկրների հետ Արցախի նկատմամբ այդ օպերացիան, որի արդյունքում Հայաստանը կորցրեց այդ հազարամյա հայկական հողը։
Կարա լինի այդպիսի երկիր Բրազիլիան կամ Ինդիան, իմ կարծիքով ոչ էլ Չինաստանը, որը օգտագործում է Ռուսաստանը որպես ասենք տենց իրա ներկայացուցիչ գեոպոլիտիկ պայքարի մեջ։ Դրա համար իմ կարծիքով այդպիսի կենտրոնը այսօր կարա լինի մենակ Ամերիկան։ Որ Ամերիկան լինի այդպիսի կենտրոնը, Հայաստանը պիտի անցկացնի այդպիսի քաղաքականություն, որը համընկնի Ամերիկայի նախագահի Դոնալդ Տրամփի քաղաքականության հետ, իր տեսակետների հետ։ Եվ միանգամից մենք պիտի պատասխանենք այն հարցի. Հայաստանը հիմա կատարում է այդպիսի քաղաքականությունը, թե ոչ։ Իմ կարծիքով եւ ոչ միայն ինձ, ոչ միայն դա իմ կարծիքն է, Հայաստանը հիմա չի շարժվում համատեղ ինչ-որ մի space-ի, ինչ-որ մի գեոպոլիտիկ մատրիցայի հետ, որը հիմա իրականացնում է Դոնալդ Տրամփը։ Բայց մի րոպե, Դա Դիլան ջան, առաջի եթե խ- նույնիսկ ինչ-որ հարցում չնայած դա բարդ հարց է, որպեսզի Հայաստանը Միացյալ Նահանգների հետ միևնույն դաշտում լինեն, անգամ այդ պարագայում դուք Իսրայելը նշեցիք, այստեղ շատ ու շատ նյուանսներ կան, այնպես չի, որ Միացյալ Նահանգները հանդիսանում է Իսրայելի ուղղակիորեն անվտանգության երաշխավորը եւ Իսրայելի հետ ինչ էլ պատահի Միացյալ Նահանգները կանգնած է Իսրայելի կողքին, դա էլ այդպես չի։ Դա ավելի շատ ընկալումն է, որ նրանք աջակցում են եւ այլն, բայց Հայաստանի պարագայում մինչեւ այդ ձեր ասած գործընկերները լինեն այդքան երաշխիք տվողներ, Հայաստանը ինքն ներսում անելիքներ չունի։ Միայն խնդիրը գործընկերներն են։ Ես ուղղակի չեմ հարցել, ասեմ երկրորդ մասի։ Հայաստանը միակ կենտրոնանալով իր ռեսուրսների վրա 3 միլիոնանոց երկիր այսօրվա աշխարհում ի վիճակի չի ապահովի իր անվտանգությունը այս հիմիկվա բնակչությամբ եւ հիմիկվա քաղաքականությամբ, հիմիկվա տնտեսական մակարդակ ունենալով։ Դրա համար անցնելով երկրորդ հարցի, Հայաստանի համար անհրաժեշտ է ընդգրկել Սփյուռքի այն հայկական շերտերը, որ ներգրավել իրանց Հայաստան, որ հրավիրել իրանց Հայաստան, որոնք իմ կարծիքով բաժանվում են երկու մասի։ Հիմիկվա աշխարհում տարբեր տեղերում հայերի վիճակը բարդանում է։ Հաշվի առնելով, որ տարբեր պատերազմներ են անցկացվում եւ սկսվում եւ կոնֆլիկտներ, օրինակ Սիրիա, Լեբանան, Իսրայելի եւ Պալեստինի հակամարտությունը եւ այլն եւ այլն։ Հայաստանը պիտի օգտագործի բոլոր միջոցները, որ այդ հայերին, որոնք ներկայացնում են առաջատար շերտերը իրանց երկրներում, որտեղ իրանք ապրում են, եւ պահպանում են ամենաբարձր մակարդակի վրա հայկական հոգին, հայկական ավանդույթները բերի իրանց Հայաստան։ Դա առաջի մասն է։ Երկրորդը, հաշվի առնելով, որ Հայաստանը աշխարհում ունի տասնյակ հազարներ հայեր, ես նկատի ունեմ, որոնք պրոֆեսիոնալ են, բարձր կարգի մասնագետներ են, զինվորական գործում, գիտությունների մեջ, տնտեսական հարցերում, այդ մարդկանց Հայաստանը պիտի պայմաններ ստեղծի, աշխատի, նախագծեր մշակի, որ այդ հայերը գան Հայաստան։ Դրա համար այդ տարածաշրջանում, որտեղ գտնվում է Հայաստանը, ունենալով 3 միլիոն բնակչություն, Հայաստանը չի կարա ապահովի ոչ զինվորական, ոչ տնտեսական մակարդակով իր անվտանգությունը։ Եվ ես խոսում եմ հայերի մասին։ Եթե Հայաստանը բերի Հնդկաստանի, Բանգլադեշի կամ Աֆրիկայի բնակչությունը, դա չի նպաստի Հայաստանի հզորացմանը։ Ինչ վերաբերվում է Սփյուռքի հետ աշխատանքի վերաբերյալ, ես լավ տեղյակ եմ այդ աշխատանքի մասին, որը կատարվել է 1991 թվականից մինչև հիմա, ու կարամ ասեմ, որ հիմնականում այդպիսի աշխատանքը եղել է պրոֆանացիոն եւ իմիտացիոն։ Ոչ պայմաններ են ստեղծվել, ոչ էլ այս 34 տարվա ընթացքում, ոչ էլ
հնարավորություններ են ստեղծել, հետաքրքրություն են ցույց տվել, որ Սփյուռքի հայությունը գա Հայաստան։ Իսկ առանց հետ գալու Հայաստանը չունի իմ կարծիքով սուբյեկտիվ ապագա որպես անկախ էֆեկտիվ հզոր պետություն։ Շատ լավ, Տիգրան, իսկ ինչպես է կարծում, արդյոք հնարավոր է, որ այդ իրողությունը, պարադիգման փոխվի, ինչը կնպաստի, ի վերջո, եթե փոխվելու լիներ, ձեր նշած կարծում եմ, որ կետերը երևի թե ինչ-որ մարդիկ այստեղ գիտակցել են, որ մեզ Սփյուռք է պետք, մեզ անվտանգություն է պետք, ոչ Սփյուռքի հետ են աշխատել, ինչպես դուք էլ նշեցիք, ոչ անվտանգությունն են ուժեղացրել, ինչ պիտի փոխվի, ինչն է կամ ըստ ինչն է պատճառը, որ մենք դա չենք անում։ Ի վերջո անգամ Ադրբեջանը, ես դա ցավով եմ ասում, բայց կարողացավ ինչ-որ գիտակցություն փոխել իր մեջ։ Հիմա օգնեց Թուրքիան, Ռուսաստանը օգնեց, Պակիստանը օգնեց, Սիրիան օգնեց, դա հարցի երկրորդ կողմն է, բայց փաստացի իրենք ինչ-որ քայլեր արեցին իրենց համակարգը, իրենց մոտեցումները փոխելու, որից մենք բնականաբար տուժեցինք։ Հիմա ինչպես անենք, որ մենք շահած դուրս գանք, Ադրբեջանը տուժի կամ գոնե հանգիստ թողնի Հայաստանին, հնարավորինս մեզանից կախված նկատի ունեմ։ Դե մենք պիտի հաշվի առնենք ու չպիտի անտեսենք այն հետաքրքրությունը, որը Ադրբեջանի նկատմամբ ունի Մեծ Բրիտանիան, հաշվի առնելով, որ ավելի քան 35% Ադրբեջանի էներգոռեսուրսների տերն է, եւ Իսրայելը, որը օգտագործում է Ադրբեջանը Իրանի դեմ, եւ Թուրքիան, որը հայտարարել է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան մի պետություն են, եւ Ռուսաստանը։ Մենք ինչ պիտի անենք, Ադրբեջանին հանգիստ թող, մենք ինչ պիտի անենք։ Բոլոր մենք կարող ենք նշել, թե Ադրբեջանը ինչքան իրեն աջակցում է։ Դրա համար եմ ասում, էական չի թե ով է, դա երկրորդական է։ Կարևորը մենք ինչու չենք կարողանում փոխվել։ Իմ հարցը դրան է վերաբերում։ Բայց Գևորգ ջան, դու անդրադարձել ես Ադրբեջանին, ես դրա համար բացատրություն Չէ, Ադրբեջանը ընդհանուր օրինակ է, որ անգամ Ադրբեջանն է փոխվում, մենք ինչպես փոխվենք։ Դե մենք պիտի դուրս գանք ռուսական օկուպացիայից, Գևորգ ջան, որ կարանք անկախ գործենք։ Մինչև հիմա Հայաստանը իմ կարծիքով գտնվում է Ռուսաստանի օկուպացիոն իշխանության տակ։ Եվ մինչև հիմա Ռուսաստանը ունի գործակալներ Հայաստանում շատ մի շարք, Ռուսաստանը ունի զինվորական ուժ, Ռուսաստանը ունի մեծ ազդեցություն եւ մինչև հիմա գնահատական չի տրվել Ռուսաստանի դերակատարությամբ Արցախի 44 օրվա պատերազմին։ Դրա համար Հայաստանը պիտի ազատվի Ռուսաստանից։ Իսկ ոնց կարա ազատվի առանց ավելի մեծ եւ հզոր կենտրոնի վրա հիմնվելով, որպես ես նշեցի Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Դրա համար հիմնվելով Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային կամ Գերմանիային, որպես Ֆրանսիա-Գերմանիա մի միասնություն են եւ մի կենտրոն Մեծ Բրիտանիա, Հայաստանը այդպիսի շանս չի ունենա, դրա համար այդ երկրները այլ նպատակներ ունեն տարածաշրջանային զարգացումների եւ մի ուժը իմ կարծիքով սուբյեկտիվ, ոնց որ ես եմ դա հասկանում, եւ իմ գոլեգաները մնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ պետքա խոսալ։ Պիտի Ամերիկայում հաստատվեն լուրջ կապեր, պիտի աշխատանք տարվի եւ ինչ որ վերաբերվում է ինձ, ես նպաստում եմ, որ Ամերիկայի հիմիկվա թիմի ներկայացուցիչները գան Հայաստան, որ իրանց կարծիքը հայտնեն Վաշինգտոնում։ Նույն ժամանակ շատ դեպքերում, երբ ես միանգամից գալիս եմ Վաշինգտոն DC, ես այդպիսի հանդիպումներ եմ անցկացնում, որ Հայաստանին պետք է օգնել, Հայաստանի կողմը պետք է նայել, հաշվի առնելով, որ Դոնալդ Տրամփի քաղաքականությունը հիմնված է պրոտեստանտ բողոքական քրիստոնյա արժեքների, եւ Հայաստանը որպես առաջի քրիստոնյա պետություն պիտի օգտագործի այդ հնարավորությունները։ Ուրեմն ինչ պետք է անել, պետք է, որ հայերը, ոնց որ միանգամից կրկնեմ, իրենց քաղաքականությունը, եթե ուզում են փոխվել Ռուսաստանից, մոտիկացնեն Ամերիկայի Միացյալ Նահանգների տեսակետներին եւ քաղաքացիության։ Գիտեք, Տիգրան, ես շատ եմ լսում, ես էլ եմ ժամանակին այդ թեզերը առաջ տարել,
գործընկերներ գտնելու, դա շատ կարևոր բան է, աշխարհում առանց գործընկերոջ հնարավոր չէ, բայց ես չեմ կարողանում անընդհատ լսել, որ Հայաստանը պետք է կատարի աշխատանք իր ներսում համակարգ փոխելու, կրթություն փոխելու, անմիջապես մենք գնում ենք Ռուսաստանը բնականաբար քննադատելու, բայց լուծումը տեսնում ենք մեկ այլ պետության հետ գործընկեր լինելու մեջ։ Իսկ այդ պետության հետ գործընկեր լինելու համար դու պիտի չունենաս համակարգ, դու պիտի չունենաս կայացած հասարակություն, տնտեսություն, թե միայն մեր խնդիրն է նա, թե տեսնենք ումից են կարողանում կցորդ լինել, կարճել ու ասել դե մենք փոքր ենք, մենք ոչինչ չենք կարող, եթե չկա մեծ տերություն, մենք կորած ենք։ Մենք ինքներս Իսրայելը դրանով է, Իսրայել, որ կարողացել է համոզել եւ բերել Ամերիկային այնպիսի դաշտ, որ իր հետ համագործակցի։ Ոչ թե թույլ վիճակում ընդամենը գործընկեր, եկեք մեզ գործընկեր դարձեք, մեր շահերը պաշտպանեք։ Տենց չի։ Դու պիտի ինքդ կարողանաս այդ ուժը ներկայացնել քեզ այնպես։ Իմ հարցը դա է, ինչպես ուժ կուտակել, ինչպես դառնալ ուժեղ առաջին հերթին, որ նաև քեզ հետ գործընկերներ ուզենան աշխատել ի վերջո։ Անպայման ես համաձայն եմ դրա հետ։ Դրա համար պետք է նոր արյուն բերել, այն հայերին բերել, որոնք ազդված չէին սովետական իշխանության հայ ազգի վերափոխման ընթացքներին, որոնք բերեցին այդպիսի իրավիճակին Հայաստանում, ոնց որ մենք ունենք հիմա եւ այդ 34 տարվա ընթացքում։ Եթե 34 տարվա ընթացքում Հայաստանը չի կարողացել այդպիսի էլիտար քաղաքական ուժեր ասպարեզ բերել, որոնք կարան Հայաստանը հանեն այդ վիճակից, ուրեմն անհրաժեշտ է այլ որոկային քաղաքականություն, որ վարի նաև Սփյուռքը, բայց Սփյուռքում էլի մենք ունենք մեծ խնդիրներ։ Մենք պիտի հաշվի առնենք, որ ԵՀԵՌ-նից հետո, որը մինչև հիմա ազդումը հայ ազգի վրա, ոչնչացվել է հայ ազգի 70%-ը։ 70%-ը հայ ազգի ոչնչացվել է հայկական էլիտան, ու մինչև հիմա օգտագործեն այդպիսի ժողովրդական ասացվածքը Հայաստանը ուշքի չի եկել, որ երկիր է կարա ուշքի գա, որ ինքը իր, գիտես, արի պատկերացնենք, որ այն տարածքները, գյուղերը, քաղաքները, որտեղ ծնվում էին հայերը, դա մի մեծ գործարանն է։ Մենք պիտի հաշվի առնենք, որ այդ մեծ գործարանից մնաց 4%-ը ԵՀԵՌ-նից հետո։ Չմոռանանք, որ միլիոնավոր հայեր են սպանվել, եւ հայերին վերևից իջեցրել են 1.5 միլիոն թիվը, որը հայերը նաև ընդունում էին, չեն ընդունում, եւ հիմա կան ուժեր, որոնք ասում են պիտի մոռանանք ԵՀԵՌ-ի ճանաչմանը։ Ես չեմ ասում, որ Սփյուռքում ամեն ինչ լավ է, ամեն ինչ վատ է նույնպես եւ Սփյուռքում։ Մենք 100 տարի զբաղվել ենք ԵՀԵՌ-ի ճանաչման, բայց ոչ ոք չի ուզեցել զբաղվի արդյունքների ԵՀԵՌ-ի վերլուծման, որ մենք արդյունքների հարցը լուծենք։ Մենք Թուրքիայում 1 միլիոնից ավել գերի ենք թողել եւ բացի մասնավորներից ոչ մի հայկական քաղաքական ուժերը Սփյուռքում, ոչ էլ եկեղեցական չի լուծել այդ հարցը, որ այդ մարդկանց պրկեն, ու այդ հայ կանայք ծնել են միլիոն թուրքեր եւ քրդեր։ Հայ երեխեքը դարել են Թուրքիայի էլիտը զինվորական եւ գիտնական։ Մենք շատ հարցեր ունենք եւ ցավալի է, որ մինչեւ հիմա մենք չենք սկսել, արդեն 100 տարուց ավել է անցել 23 թվականից, 102 տարի, որ ԵՀԵՌ-ը վերջացավ, մենք մինչեւ հիմա ոչ մի հարց չենք լուծել։ Հայաստանում հայկական հոգին չվերականգնվեց սովետական իշխանությունից հետո, Սփյուռքում էլ մենք չստեղծեցինք ոչ մի համահայկական կազմակերպություն։ Նայ, ես մեծ հանդիպումներ եմ ունեցել շատ բարձր մակարդակի վրա եւ Չինաստանում եւ Ամերիկայում, նախարարից բարձր մակարդակի վրա, եւ ինձ միշտ հարց են ուղղել, ինչի հայերը չունեն համահայկական կազմակերպություն։ Մենք ունենք այդպիսի կազմակերպությունը, եթե Հայաստանում չի ստացվում։ Եթե Հայաստանում ստացվում է, ինչ-որ ստացվում է, ուրեմն խոսալու համար ամենագլխավոր ուժերի հետ աշխարհում պիտի լինի մի կազմակերպություն։ Մենք 102 տարվա մեջ այդպիսի կազմակերպությունը չստեղծեցինք։ Մենք ունենք երկու կաթողիկոս, երկու պատրիարխ, մի կաթողիկ եկեղեցու կաթողիկոս
ունենք բողոքական եկեղեցու ղեկավար, 6 կրոնական ղեկավար, ունենք 3 ավանդական ուժեր Սփյուռքում, Դաշնակցություն, Ռամկավար եւ Հնչակ, որոնք ոչ մի բան չկարողացան անեին։ Նույնը մենք տենում ենք ինչ կատարվեց Հայաստանում։ Դրա համար երբ հարցը ծագում ինչ պիտի անենք, պիտի ստեղծենք այդպիսի ուժը։ Մի կանի փորձերը Սփյուռքում կատարվում են եւ իրականացվում են, բայց հաշվի առնելով, որ Սփյուռքը աշխատում է առանձին եւ Հայաստանը աշխատում է առանձին, մենք ունենք ինչ որ ունենք հիմա։ Դրա համար պիտի ուժ ծնվի, դրա համար միջև հիմա ես այդ ուժը չեմ տենում, որը սկսի այդ ընթացքը մեծ եւ հզոր ուժ, որը ունի ֆինանսական հնարավորություններ եւ որը ընդունված է եւ Վաշինգտոնում եւ կլինի ընդունված եւ Բերլինում եւ Լոնդոնում եւ այլն եւ այլն եւ այլն եւ կարանա համագործակցի Գևորգ ջան։ Դրա համար ինչ պիտի անենք, պիտի ստեղծենք համահայկական կազմակերպություն։ Դրա համար չկա այդպիսի կազմակերպություն։ Մարդիկ չգիտեն ում հետ պիտի խոսան։ Սփյուռքում Կիլիկիո կաթողիկոսի հետ, Տեկպոլիսի պատրիարքի հետ, Երուսաղեմի պատրիարքի հետ։ Եվ մենք կարիք ունենք համազգային անվտանգության սիստեմի նույնը նորից բերեմ հրյաներին որպես օրինակ եւ Իսրայելը, դրա համար իրանք հաջողակ են այդ գործում եւ ունեն այդպիսի կազմակերպությունները։ Եթե Երուսաղեմի պատրիարքի ղեկավարությամբ վաճառվում է հայկական հողը, որը հայերը տիրում են 1700 տարի, 25% եւ միջև հիմա ինքը մնում է Երուսաղեմի պատրիարք, մենք պիտի հասկանանք, որ ինչ որ մի բան չի հայերի հետ, որ ազգը հիվանդ է։ Եթե միջև հիմա Հայաստանում ոչ մի ռուսական գործակալ չի դատապարտվել, որը նպաստել է Ռուսաստանին, Թուրքիային, Ադրբեջանին եւ Հայաստանի քաղաքացիներ եւ Արցախի քաղաքացիներ եւ իրանք հանգիստ ապրում են Հայաստանում եւ Երևանում, ուրեմն հանդիները ավելի լուրջ են։ Եվ դրա համար օրինակ ես քեզ ասեմ, ես աշխատում եմ երիտասարդների հետ, դրա համար հույսը մեր տարիքի մարդկանց հետ ավելի մեծ, ես ընդհանրապես կտրել եմ, որ ինչ որ մեկու հետ ես կարամ հույս կապեմ։ Դրա համար մի մասը պրոֆանացիոն, իմիտացիոն նպատակներ է դնում, մի մասը տանում է դեպի Ռուսաստան, մի մասը անհասկանալի քաղաքականություն է վարում, մյուս մասն էլ մտածում է հայ ժողովրդից աշխարհի ոնց փող հավաքի իրանց կենցաղային հարցերը լուծելու համար։ Այդպիսի պատասխան կես կտամ, դա իմ կարծիքն է եւ համոզված եմ իմ խոսքերի մեջ։ Տիգրան, դուք խոսում եք համահայկական կազմակերպության ստեղծելու առաջնահերթության կարևորության մասին։ Որոշ երկրներում կարծեք թե կան համայնքային կառույցներ, ոմանք եկեղեցական են, ոմանք Սփյուռքի ինչ-որ բարերարներ են, ոմանք բիզնեսմեններ են։ Ինչպես անել, որ բոլորի ուժերը ձեր ասած միտքը շարունակելով համատեղվեն, այսինքն ընդհանուր եւ էլի չառաջանա թե ով է ղեկավարը եւ կարեւորը լինի այդ պաշտոնները, ոչ թե իրական գործ անելը, խոսքից գործի անցումը ինչպես կարողանանք անել։ Առաջին նպատակն է իմ կարծիքով եւ տրամաբանության կարծիքով եւ հիմնվելով այն փորձին, որոնք օգտագործում էին հայերը մինչև 17-րդ դար, 17-րդ դարից հետո մեր մոտ ոնց որ այսպես ահետա։ Մի քիչ շատ կարճ վերադառնամ պատմության։ Մինչև 17-րդ դար հայերը եղել են համար 1 առաջատար ազգ համաշխարհային տնտեսական առևտրի մեջ։ Հայկական նավերը, հայկական կարավանները, հայկական բանկերը եւ կենտրոնները գործել են Լոնդոնից, Մանչեսթերից մինչև Մանիլա, Ֆիլիպինի, մինչև 17-րդ դար։ 17-րդ դարում մենք պարտվում ենք եւ փորձեր են կատարում վերականգնել մեր արժեքները, մեր հնարավորությունները ու եղերն է ոնց որ կտրում է այդպիսի այդ հայկական շարժումը, որ արդեն սկսվել է համաձայնվել, սկսվել է կազմակերպվել։ Դրա համար ամենակարևորը հայերի համար իմաստները, որ հայը
աշխարհում ապրելով հասկանա ինչի համար մնա հայ, ինչի համար Հայաստանը շարունակի իր զարգացումը։ Այսինքն ինքնության Եթե կռիվ պետք է այդ տա, ինքնության ինչ կռիվ, ինքնությունը պահպանելու կռիվ։ ինքնությունը պահպանելու կռիվ առանց իմաստի կբերի մենակ ձուլման։ Պիտի մեծ իմաստներ լինեն։ Մարդիկ դնում են մեծ իմաստներ, որ հասնեն միջին իմաստների։ Ինչի մարդը պիտի մնա հայ։ Ես օրինակ բերեմ, ինչու նա պրոբլեմը հայկական սփյուռքի։ Օրինակ հայկական հայ երիտասարդը ապրելով Բեյրութում, մասնակցում է սպորտային ակումբին, գնում է հոմենտմեն, մասնակցում է եկեղեցական գործունեությանը, մասնակցում է սկաուտային գործունեությանը, սովորում է կոչարի կամ յարխուշտա պարելը, սովորում է Կիրակնորիա դպրոցում կամ միջնակարգ դպրոցում խոսալ հայերեն։ Հետո այդ գիտելիքներով այդ հայ երիտասարդը ուր է գնում։ Ոչ միտը, ինքը ոչ մեկին պետք չի։ Գոյություն չունեն կորպորացիոն ստրուկտուրաներ, որոնք օգնում են հայ երիտասարդին կամ գիտելիքները յարխուշտա կոչարի պարելով մենք հետաքրքիր չենք ոչ հնդիկներին, ոչ չինացիներին, ոչ էլ արաբներին կամ թուրքերին, որոնց մեջ հայերը ապրում են։ Պիտի հայերը ստանան այդպիսի գիտելիքներ մասնագիտացված եւ 19, 20, 22 տարեկից հետո գնան եւ դառնան մի մաս կորպորացիոն հայկական համակարգերի առանց էդի իմաստը չի լինում հայ մնալը։ Ես օրինակ բերեմ, նույն Նյու Յորքում հрьяաները գրանտային սիստեմներ ունեն, նույն Լոնդոնում, նույն Բերլինում, որոնք իրանք ոնց որ ասած ջոգում են խելոք երեխաներին եւ ոչ խելոք օգնում են իրանց, գտնում են իրանց տեղը եւ ապահովում են իրար օգնելը այդ կազմակերպությունը։ Մենք այդպիսի սիստեմ չունենք։ Դա է խնդիրը, բայց ուշ չի ստեղծել այդպիսի սիստեմը։ Ու եթե parza որ լավ կլներ, որ Հայաստանում բոլոր այդ կենտրոնները ստեղծվեին, բայց չի ստացվում, կան բացատրություններ ինչի։ Հայաստանը, հայկական ադատները, հայկական հոգին, հայկական տրադիցիաները իշնորիվ խորհրդային իշխանության վերափոխվել են։ Այդ կապը հայկական հազարամյա պատմության հետ կտրվել է Հայաստան։ Եվ մենք ունենք արդյունք, ինչ է կատարվում հիմա։ Ու էդի վատ արդյունքը, շատ վատ արդյունքը, դրա համար Հայաստանն էլ, Հայաստանում պիտի լինի նպատակ, ինչի համար գոյություն ունի Հայաստանը, ինչի համար ապրում է հայը։ Ինձ համար այդ նպատակը որպես հայի համար կա, պահպանել ամբողջությամբ հայկական պատմությունը, վերադարձնել հայկական պատմական հողերը, ստեղծել ուժեղ հզոր հայկական աշխարհ, որը պիտի հիմնվի Հայաստանին, որը մենք հիմա ունենք։ Դա իմ նպատակն է։ Բայց եթե ես մենակ եմ, կամ մենք 10 հոգի ենք, կամ 100 հոգի ենք, ու հայերի մեծ մասը մտածում է ուրիշ խնդիրների մասին, ուրիշ նպատակներ է դնում, ոչ մի բան չի ստացվելու։ Դրա համար օրինակ ասեմ, որ ես տենում եմ ամենահիմնական ուժը ինֆորմացիոն աշխատանքի մեջ։ Դրա համար ի սկզբանե միշտ խոսք է։ Եվ այդ խոսքը պիտի ուղղված լինի երիտասարդ հայերին։ Միչև հիմա, հարգելի Գևորգ ջան, եթե յուրաքանչյուր հային հարց տաս, պատմական Հայաստանը ինչ մասերից է բաղկացած, 95% այդ պատասխանը, պրիմիտիվ պատասխանը չի կարա տա։ Դա է խնդիրը։ Հայաստանում դուրս արի փոց եւ հարցրու պատմական Հայաստանը կանի 4 մասից է բաղկացած։ Տիգրան, մենք ինչ հարցում ենք Հայաստանում ըստ ձեզ Թերանում, որ մենք չենք կարողանում այդ տրանսֆորմացիան ապահովել այդ խորթային անցյալից կամ որևէ օկուպացիայից դուրս գալ եւ դառնալ ինքնաբավ, ուժեղ, ինքնավստահ, անվտանգ պետություն։ Ինչ որտեղ ենք մենք Թերանում, հիմնական, եթե 3 օրինակ թերությունները ասեք։ Ես հետևյալը ուզում եմ ասել։ Դա Հայաստանի դեմ աշխատանքի արդյունքն է։ Պիտի հասկանանք։ Եվ 90-ական թվականներին եւ Հայաստանում անհայտանում էին, զոհվում էին, սպանվում էին հայ պատրիոտներ եւ Հայաստանից դուրսը։
Իսկ այդպիսի մարդիկ, որոնք մենակ մտածել են այլ երկրների շահերի մասին, այդ երկրները բրդել են դեպի իշխանություն, հիմա Հայաստանը կահումը այդ ամեն ինչի արդյունքը։ Դա է խնդիրը Հայաստանի։ Ես օրինակ բերեմ, որ հայերը ցավալի է տեղյակ չեն շատ դեպքերի մասին, որոնք կատարվել են։ Երբ կազմակերպվել է հետ գալը հայերի Ստալինի կողմից Սփյուռքի հետ գալը 30-ական, 40-ական թվականներին ընտրվել են Հունաստանի, Սուրիայի, այլ երկրների ամենաաղքատ շերտերը, իրանց մի մասը ընդհանրապես, ասեմ ձեզ, փաստաթղթեր կան, հայ չի եղել, հայախոս ժողովուրդ է եղել, իրանք բերվել են Հայաստան։ Բայց Սովետական միությունը ամեն ինչ արել է, որ զարգացած հայկական համայնքները, թեկուզ Սովետական միության մեջ, հրիմի հայերը, որոնք Հայաստանին տվել են Մերգելյանին, մի հոգի է եկել Մերգելյանը, եւ դա կրթության արդյունքը, Նախիջևանի հայերը, ես նկատի ունեմ Ռուսաստանի Նախիջևանը, Արմավիրի հայերը, բարձր կարգի հայերը, որ Հայաստան չգան։ Նաեւ Ռուսաստանը, Սովետական միությունը չի թողել, որ այն հայերը, որոնք ցույց են տալի մեծ ծննդաբերություն, իրանք էլ չգան Հայաստան։ Օրինակ բերեմ, ես ուզում եմ բերեմ կոնկրետ օրինակներ, որ հայերը իմանան, ցավալի է տեղյակ չեն, սկի գիտնականները չգիտեն դրանց մասին։ Երբ Աջարիայից հայախոս հայ մուսուլմաններին, խեմշիլներին Ստալինը ակսորեց դեպի Կազախստան, Կիրգիզիա եւ Սիբիրիա, 6000 հոգի հենդուց հանվեց։ Իրանք ուզում էին գային Հայաստան, չեն թողել։ Դրա համար իրանք ունեին շատ երեխա եւ իրանք կարային նոր հիմք կլնեին եւ Հայաստանը։ Երբ օրինակ Հրիմից հայրին Ստալինը ակսորեց 44 թվականին 13000 հայ, Հայաստան մի հոգի չեն թողել որ կա։ Տարել են Սիբիր ու հատ ընտանիքներով նակցրել են։ Դրա համար իրանց մեջ եղել է հզոր հայկական հոգի։ Մենք պիտի հասկանանք, որ արհեստական ձևով Հայաստանը տուրացրել է եւ Ռուսաստանը թուրացրել, Թուրքիան իր տեղը, Ռուսաստանը իր տեղը։ Եվ հիմիկվա Հայաստանը այս իրավիճակը Թուրքիայի, Ռուսաստանի հատուկ օպերացիաների արդյունքն է։ Հայերը պիտի գիտակցեն։ Լավ, Տիգրան ջան, դուք էլի դրսում եք փնտրում խնդիր։ Ես անընդհատ ուզում եմ, որ մենք մեր ներսի խնդիրը հասկանանք։ Դուք տանում եք էլի դրսում, թե ով մեզ ինչ արէ, հասկանալի է, միայն հայերին չեն վնասել, բայց ամեն ազգ փորձում է, չէ, ինչ-որ մի բանով գտնել լուծումներ, հաշվի առնել, հասկանալ այդ իրողությունները, հասկացանք, մեզ վնասել են, մեզ կոտորել են, հասկացանք, հիմա հրեաներին էլ են կոտորել, այդ մարդիկ ոտքի են կանգնել, պետություն են ստեղծել, որ էլ չկոտորվեն, իրենք են սկսել կոտորել, տնտեսություն են ստեղծել, գյուղատնտեսություն են ստեղծել ժամանակակից, բժշկություն են ստեղծել աշխարհի լավագույններից մեկը, կրթություն են ստեղծել, աշխարհին տվել են մեծանուն գիտնականներ, հայկական լուծումը որը պիտի լինի, հաշվի առնելով ձեր ասած նաև գործոնները, իհարկե դրսի այդ բոլոր խնդիրները մեր դեմ ունեցած, բայց մենք ինչ անենք, ոնց հաղթահարենք այդ դրանք, իմ խնդիրը սա է։ Գևորգ ջան, որ մենք բերում ենք օրինակներ, ես համաձայն եմ, ես էլ եմ օրինակ բերում, մենք պիտի հաշվի առնենք այդ օրինակների հիմքը, եթե Իսրայելը ստեղծվեր մենակ սեֆարդների ու ֆալաշների կողմից, քո կարծիքով, դա ինչ Իսրայել կլներ այսօր։ Դա կլներ Հորդանանի պես, ամենալավ դեպքում Եմենի պես Իսրայելը։ Փաստացի ունենք ինչ ունենք, մենք ունենք Իսրայել, որը չի ստեղծվել Միացյալ Նահանգների կողմից, ստեղծվել է ցեղասպանված հրեաների սերունդի կողմից։ Ոնց կարա Հայաստանը լինի զարգացած, եթե ամենազարգացած շերտերը մնացին դուրսը Հայաստանի։ Ոնց կարա լինի զարգացած։ Okay, ուրեմն առաջինը ֆիքսենք դա, այսինքն մենք ունենք ուղեղների խնդիր, մասնագետների, ուղեղների, վիժներների, ստրատեգների խնդիր, որը պետք է մենք կարողանանք, մենք ներսում չենք կարող դա ստեղծել, քիչ է այդ պաշարը, ռեսուրսը քիչ է։ Չէ, ներսում կարելի է ծեսել, բայց շատ ժամանակ դա կզբաղեցնի։ Երևի Հայաստանը այդ ժամանակը չունի, հաշվի առնելով դեմոգրաֆիկ իրավիճակը եւ այն տեմպերը, այն արագությունը կողքի երկրների, որոնք ոնց որ իրանք զարգանում։ Լավ, ինչի՞ չի Հայաստանը, եթե Հայաստան ունի դեմոգրաֆիա, այո, Հայաստանը ունի լուրջ դեմոգրաֆիական խնդիր։ Ինչի՞ է դեպքում ինքը չի անում ուղղություն, այդ ուղղությամբ քայլեր շատացնելու ծնանելիությունը, խրախուսելու ընտանիքներ
ներգաղթ ապահովելու, չէ՞ որ չի հակառակ մենք արտագաղթ ունենք։ Խնդիրը էլի ամերիկացիներն ու ռուսներն են, որ հայերը երեխա չեն ունենում։ Դե այդ հարցը պիտի տալ Հայաստանի բնակչությանը, ինչի իրանք ընտրել են այդպիսի իշխանություններ 1991 թվականից, Բա ես եմ ձեզում հարցը, բա որոնք ինչի են այդպիսի ընտրել։ քաղաքականություն են։ Բա ինչի են ընտրել։ Երևի դա համապատասխանում է այն իրավիճակին, ինչ որ ստեղծվել է Հայաստանում, ինչի մասին ես խոսում եմ այս թողարկման ժամանակ։ Այդ արհեստական իրավիճակին, որի մեջ հայերին մցրել են, դա է խնդիրը։ Եվ պետք է փոխել ամբողջ ազգով, բոլորով այդ իրավիճակը։ Ոնց կարելի է փոխել։ Մենակ սոցիոտեխնոլոգիայի ձևով վերափոխել հայերի մտածելակերպը եւ Հայաստանում եւ դուրսը։ Այդպիսի աշխատանք տանել, որ հայերը հույս չդնելով Հայաստանի իշխանության վրա, ուզենան վերադառնան Հայաստան։ Այդպիսի գործունեություն պիտի կատարի ամեն մի մարդը, որ ունի հնարավորություն դրա համար, հնարավորության չափ։ Ես այդ ձև եմ տենում այդ հարցի լուծումը։ Եթե Հայաստանի ներսում կա երկու թև, մեկը տանում է դեպի Ռուսաստան, մեկը տանում է դեպի Թուրքիա ու Ադրբեջան եւ անհասկանալի ուրիշ ուղղությամբ եւ ոչ մի երրորդ ուժ չկա, ուրեմն երևի պետքա որ այն մարդիկ, որոնք կազմում են 100% ու այդպիսի ուժեր են ընտրում, կազմեն Հայաստանում 40%, որ ուրիշ ուժերը գան ու ընտրվեն։ Դրա համար հայեր պիտի հետ գան, հայկական հոգով, հայկական մտածելակերպով, մասնագիտացված, ու Հայաստանը պիտի այդ հայերին ընդունի։ Մալը այպես անենք, որ այստեղից չգնան, որտեղ այստեղից գնում են մարդիկ, շարունակում են արտագաղթել, ինչպես այսպես ճակերտավոր լավագույն ավանդույթներով։ Մենք անընդհատ ու անընդհատ գաղթականության այսպես ճանապարհն ենք բռնում, չգիտեմ ինչպես պետք է դա կանգնեցնել, այսինքն ինչպես անել, որ մարդիկ իրենց հայրենիքում իրենց զգան ապահով, ինքնավստահ, ապագայի հանդեպ վստահություն ունեցող։ Հակառակ դեպքում մենք որևէ ձևով չենք կարողանալու կանգնեցնել նաև Թուրքիայի, Ադրբեջանի առաջ խաղացումը։ Համաձայն եք, չէ՞, որ նրանք ուզում են տեսնել Հայաստանի չգոյությունը։ Ինձ թվում է, որ բոլոր հարևանները, բացի Վրաստանից, դրա համար Վրաստանը գտնվում է նույն շատ բարդ գոյաթեման վիճակում, որը կարող է անհայտանա, բոլոր հարևանները չեն ուզենա, որ Հայաստանը լինի առաջատար հզոր երկիր։ Դրա համար ամեն մի հայը պիտի նպաստի Հայաստանի հզորացմանը, վերափոխման։ Ամեն մի հայը։ Դա մեծ պայքար է։ Իհարկե, այստեղ հակառակ քարոզչություն է գնում, Տիգրան, Հայաստանում գնում է այն քարոզչությունը, որ մենք պետք է լավ հարաբերություններ ունենանք, այո, հասկանալի է, անվտանգության համար լավ հարաբերություններ հարևանների հետ շատ կարևոր է, բայց դա չի կարող լինել միակողմանի եւ դա չի կարող լինել մեր ինքնասիրության, արժանապատվության, մեր ինքնության հաշվին։ Ես կուզեի նշել, որ շատ կարևոր է ունենալ լավ հարաբերություններ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի հետ։ Բայց երբ մենք ունենանք այդպիսի լավ հարաբերություններ, մենակ այն դեպքում, երբ մենք ունենանք հզոր բանակ, հզոր տնտեսական մարմին եւ երբ մենք ունենանք մեծ բնակչություն, նկատի ունեմ մեծ բնակչությունը, Հայաստանը այդ տարածքով գոյություն կունենա եւ ապագա, եթե սկսի իր բնակչության թիվը 5 միլիոնից, 5 միլիոնից հայ, ոչ թե 5 միլիոն ռուս, հնդիկ եւ Աֆրիկայի բնակիչ։ Ես էթնիկ հայերի մասին եմ խոսում։ Այդ վաղտ մենք ունենանք այդ ապագան։ Դրա համար մինիմալ ռեզերվիստների թիվը, որը Հայաստանը պիտի ունենա տղամարդկանց եւ կանանց, որոնք պատրաստ են եւ այդ պատրաստություն ունեն դառնալ հայկական զինվոր, անհրաժեշտ դեպքում այս տարածաշրջանում դա կես միլիոն թիվը, կես միլիոնը Հայաստանը կարող ապահովի միայն 5 միլիոն բնակչություն ունենալով պրոֆեսիոնալ էֆեկտիվ բանակ եւ ունենալով այդպիսի ռեզերվիստների թիվ։ Մենք հիմա ունենք տասնյակ հազար պատրաստված սպաներ, մենակ ուկրաինական բանակում, որոնք պատրաստ են գալ օգնել եւ գալիս եւ օգնում, աշխատում են օգնել Հայաստանին վերափոխել իր անվտանգության համակարգը, բայց շատ բարդ է դա անել։
Հաշվի առնելով, որ Հայաստանի ամենամեծ խնդիրը պրոֆեսիոնալների բացակայությունը կառավարման օղակներում։ Դա է խնդիրը, դա երևում է միանգամից, որ մարդիկ ես բերեմ օրինակ, բերեմ կոնկրետ օրինակներ։ Կան մասնագետներ, կան գեներալներ, որոնք կարան ստեղծեն առաջատար գնդեր եւ զորամասեր։ Ես բերեմ պրակտիկ օրինակ, ես Ուկրաինայում եղել եմ կուրատոր ղեկավար թեթև Light Infantry Brigade, հայերեն չգիտեմ ոնց ասեմ, Light Infantry Brigade։ Ես եղել եմ Light Infantry Brigade-ի զորամասի curator, որը ստեղծել եք ու մեծ սպորտ կա, ու կան հայկական սպաներ, որոնք մասնակցել են գնդապետից մինչև լեյտենանտ։ Ինչի օրինակ IPC Brigade-ը Հայաստանում ես կամ իմ մնացած գոլեգանները չեն առաջարկել մեզ գալ ու ստեղծել։ Ինչի տենց բան չի արվում։ Ես չեմ կարող այդ հարցի պատասխանը տամ։ Հայաստանը մեծ անհրաժեշտություն ունի։ Մենք այդ ամենը անում ենք Չիլիում, Ուկրաինայում, Ֆրանսիայում, այլ երկրներում։ Մենք հայերս ուզում ենք Հայաստանին անենք, բայց չի արվում այդ բանը։ Երևի մենք չպիտի դիմենք, ոնց է գործում Իսրայելը, ինքն է գտնում այդպիսի հրեաներին, դիմումը, բանակցություններ է վարում եւ հրավիրում է։ Իսկ կոկարցիկով ես պիտի փորձեմ կապնվեմ Հայաստանի ղեկավարության հետ եւ առաջարկեմ այդպիսի նախաձեռնությունները։ Դուք չեք առաջարկում, տասնյակ հարյուրավորներ առաջարկում են, միևնույնն է մերժում են ստանում, անգամ երբ որ իրենք են դիմում։ Տիգրան, ես կուզեի, քանի որ ավարտում ենք 1-2 րոպեից արդեն, կուզեի ամեն դեպքում շատ հակիրճ խոսեք սցենարի, երկու սցենարի մասին, որ դուք տեսնում եք ռուս-ուկրաինական պատերազմում, երկու սցենար, որը ձեզ ամենառեալն է։ Առաջինը ես մեծ կարևորություն եմ տալի հիմիկվա այդ պայմանագրի ստորագրմանը։ Ամերիկան արդեն ունի իրավաբանական հիմք Ուկրաինան պաշտպանելու համար։ Ամերիկան ամեն ինչ անում է, որ իջացնի գները նավթային էներգորեսուրսների, որը միանգամից խփում է Ռուսաստանին, եւ բոլոր սանկցիաները այն պետության նկատմամբ, օրինակ Իրանի եւ երկրորդ սանկցիաները, երկրորդ կարգի, իրանք գործում են նույնը Ռուսաստանի դեմ։ Ես սցենարը տենում եմ, որ ոչ ոք չի ուզում կորցնելու ուկրաինական 1 միլիոնոց բանակը։ Միակ Եվրամիության պաշտպանը, որ հիմա մենք ունենք։ Եվ Ամերիկան, Եվրամիությունը միջոցներ կգտնեն Ուկրաինային օգնելու։ Եթե չհաջողվի մայիս ամսին ժամանակավոր կանգնեցնել այդ պատերազմը, ճնշումը Ռուսաստանի վրա եւ կուժեղանալու է տնտեսական գծով, որը ամենամեծ ճնշումն է, եւ օգնությունը Ուկրաինային շատանալու է։ Դա ուզում եմ ասեմ, դա այն ինչ որ բաները, ինչ որ ոչ թե ես տենում եմ, ինչ որ ես գիտեմ իմ գործի, ասենք, բնույթից։ Տիգրան ջան, շատ շնորհակալ եմ ձեր այս ծավալուն պատասխանների համար։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մեր հեռուստատողներին, որ սա քննարկման ձևաչափ է, ոչ թե հարցազրույց, հետեւաբար այս երկու ստեկ զրույցի հենց նպատակն է փորձել հասկանալ ավելի խորքային եւ միջամտելով եւ փորձելով հակադրվելով եւ հակափաստարկներով ավելի շատ հնարավորություն տալ ձեզ խորապես տեսնելու խնդիրները։ Շնորհակալություն ձեզ Տիգրան։ Ես մեր հեռուստադիտողներին շնորհակալ եմ ձեզ Գևորգ ջան։ Առաջարկում եմ, որ միանան ձեր YouTube-յան ալիքին եւ հետեւեն ձեր արդեն անձնապես ձեր վերլուծություններին։ Ես հիշեցնեմ, որ մենք հյուրընկալեցինք Ուկրաինայի ներքին գործերի նախկին փոխնախարար, ինչպես նաև անվտանգային հարցերով փորձագետ, տարբեր միջազգային կառույցներով վերլուծաբան Տիգրան Ավագյանին։ Ձեզ հետ էր քաղաքագետ Գևորգ Մելիքյանը, հաջողություն ձեզ։